Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը փառավորվի, սիրելի Աստծո ժողովուրդ, որ մեզ կրկին ու կրկին հավաքել է իր սուրբ խորանում, իր սուրբ անարատ խոսքերը մեզ մատուցանելու, որ օր-օրի սնվենք, մեքենայի մեջ լինենք, տանը լինենք, գործի մեջ, հեսերտողությունները դնենք, լսվենք եւ մեր հոգին զորանա, ամեն ինչքան շատ լսվի քո մեջ, թեկուս ձայնագրությունները, որ լսում ենք, կիսով չափը հասնում տեղ, կարդալուն չի հասնում, կարդալը ոչ մի բանի հետ մի փոխեք, բայց էլի գոնե կիսով չափ քո հոգին սնվում է, թեկուս թերի է սնվում, բայց սնվում է, որ ոչ թե լրիվ հգնում ես մտքերի տակ եւ ապականվում ես կամ մտնում ես սայդերը ուրիշ բաներ ես նայում, ամեն, թեկուս երգը լսելուց էլի կիսով չափ սնվում է, երգը սերտողություն չէ կամ երգը քարոզ չի, բայց էլի հոգիդ Հիսուսի հետ է կապվում, Հիսուսի մասին է մտածում, միշտ արթուն եղեք, գիշեր, ցերեկ, աղոթքի, գրքի, պարամունքի մեջ չես մա ատենեն դուրս, կարթա, հորդորի, աղոթա, պարապի, ամենայն երկայնամտությամբ եւ համբերատարությամբ, միշտ քո ուղեղը պետք է կենտրոնացած լինի հոգևորի վրա, եթե ուզում ես մեղքերի մասին չմտածես, պիտի մեղքի մասին մտածելու ժամանակ չունենաս, ամեն, եթե ուզում ես, որ մեղք չգործես։ Այսօրվա սերտողությունն է Եսայի 47-րդ գլխից սկսած։ Հպարտ եւ ունայնակրոն Բաբելոնի կործանումը, ես վերնագրի մեջը հավելում եմ արե, կարակետել գրեք։ Ուրեմն հպարտ եւ ունայնակրոն Բաբելոնի կործանումը Հագոփին արած անգթության եւ կրապաշտության համար։ Ամեն, այդ դրա համար է պատժը, որտեվ այս գլուխը մեծամասամբ բացատրում է Հագոփին արած բաների համար ես դու այդ պատիժը կրում։ Իջիր ու նստիր հողի վրա, ով Բաբելոնի կույս աղջիկ, սա Բաբելոնի թագավորին է, հատկապես Նավուգոդոնոսորին եւ նրա սերնդին է վերաբերվում։ Ով Բաբելոնի կույս աղջիկ, տափին նստիր առանց աթոռի, ով քաղդեացիների աղջիկ, որովհետև այլևս քեզ քնքուշ եւ փափուկ չեն կոչելու, ինչը նկատի ունի։ Օրինակ 5-րդ խոսքն է դա ասում, տեսեք ումը նկատի ունի։ Ես բարկացած էի իմ ժողովրդի վրա, պղծեցի իմ ժառանգությունը եւ նրանց հանձնեցի քո ձեռքը, Բաբելոնի թագավոր, բայց դու անգթություն արիր։ Դու նրանց գթություն չարիր, ծերի վրա շատ ծանրացրիր քո լուծել, եղիներին ճղեցիր, վերջը մանուկներին մորթեցիր, ես քեզ այդ չափով չէի ասե պատժա, դու չափը տանցար, դրա համար պատժում եմ քեզ։ Նույնը, տեսեք իմ ինչ ասում, քնքուշ եւ փափուկ չեն կոչելու։ Դանել 2-ի 37-38 ինչ է ասում, որ ինքը շատ փառավոր էր եւ շատ ազգերի կառավարիչ, ամեն։ Բայց Աստված զրկեց ու վերջում էլ սպաթուլ տվեց, մեռավ ու գնաց դժոխք։ Էսի այդ խորհուրդն է, նորից կարդում եմ։ Իջիր ու նստիր հողի վրա, ով Բաբելոնի կույս աղջիկ, տափին նստիր առանց աթոռի, ով քաղդեացիների աղջիկ, որովհետև այլևս քեզ թագավորին եւ այդ ազգին քնքուշ ու փափուկ չեն կոչելու, առ երկանքը եւ ալուր աղա, նեղությունից չէ պետք է նստի ծորեն աղա, որ հաց թխի։ Լաչակը դբաց, քղանցքը դվեր բարձրացրու, սրունքդ բաց արա անցիր գետովը, խայտարակություն է, սա խորհուրդն է, ինչ ասեմ, հեսուրա եկեղեցիները, որ լաչակ չունեն գլխաշոր, ամոթալի տեղերը, սրունքները, բաց սրունքները չորթեն, ամենավերջի տեղերն է բաց, սա խայտարակության նշանա եւ նզովքա իջած այդ հոտի վրա, ուրեմն առ քնարդ ալուր աղա, լաչակը դբաց, քղանցքը դվեր բարձրացրու, սրունքդ բաց արա անցիր գետով, էսի խայտարակությունը, պիտի բացվի քո մերկությունը, պիտի երևա քո նախատինք, էսի արեք փագագծի մեջ խորհուրդը գրեք, երրորդի սկիզբը պիտի բացվի քո մերկությունը, պիտի երևա քո նախատինքը, հիմա կարդում եմ, քո փառքը եւ զորությունը պիտի գնա քեզանից, եւ դու պիտի նախատվես եւ քարուքանդ լինես, ել փառավոր չես լինելու, նորից եմ կարդում, քո փառքը եւ զորությունը պիտի գնա քեզանից եւ դու պիտի նախատվես եւ քարուքանդ լինես, երրորդի սկիզբներ, վրեժ պիտի առնեմ եւ չեմ խնայելու մարդի, այս մարդին գրեք քո մարդկանցը
Հիմա կարդում եմ լրիվ ուղված։ Քո փառքը եւ զորությունը պիտի գնա քեզանից, եւ դու պիտի նախատվես եւ քարուքանդ լինես։ Վրեժ պիտի առնեմ եւ չեմ խնայելու քո մարդկանցը։ Անխնա մորթելու եմ, որտեվ դու անխնա մորթեցիր Իսրայելին։ Մեր փրկի անունը զորած Տերը Իսրայելի Սուրբեսի Եսային է խոսում։ Լուր նստիր եւ մտիր խավարի մեջ, ով քաղդեացիների աղջիկ։ Էսի միշտ կարակ նշան տնեք ու շեշտեք այդ Բաբելոնին նկատի ունի եւ Բաբելոնի թագավորին։ Լուր նստիր եւ մտիր խավարի մեջ, ով քաղդեացիների աղջիկ, որովհետեւ այլևս քեզ թագավորությունների տիկին չեն կոչելու։ Թագավորի, քանի թագավորության, 100 քանի գավառի ղեկավար էր, հիշում եք Բաբելոնի թագավորը, Դանիելի գրքում գրված է։ Էլ քեզ ասում է թագավորությունների տիկին չեն կոչելու։ Ես, էսի Աստված է խոսում արդեն։ Ես բարկացած էի իմ ժողովրդի վրա, Իսրայելի վրա որոշ բարկացել էի, բայց ես քեզ թույլ չտվեցի, որ դաժան պատժես։ Դու չափդ անցար դրա համար, չափդ անցնելու համար հիմա իմ բարկությունը թափավ քո վրա։ Ես բարկացած էի իմ ժողովրդի վրա, պղծեցի իմ ժառանգությունը եւ նրանց հանձնեցի քո ձեռքը։ Դու նրանց գթություն չարիր, լավ երեխեն ինչ էր անում, որ մորթում էիր։ Հանցավոր թագավորին թո պատժեիր, ծերերին խնայեիր, չէ, եթե պատիժ կա, չափավոր թո անեիր։ Դու նրանց գթություն չարիր, ծերերի վրա շատ ծանրացիր քո լուծը եւ ասեցիր, ես հավիտյան տիկին պիտի լինեմ, թե իմ արածը քեզ վերագրեցիր եւ ասացիր, ես հավիտյան տիկին պիտի լինեմ, այնպես որ այս միտքը չարիր, սրա վախճանը չհիշեցիր, որ քո վերջն է գալու։ Եվ հիմա լսիր այս, ով հեշտասերը, տեսի խորուրդը, առաջինը Նաբոգոդոնոսոր թագավորին ասում, խորուրդը հպարտ եւ անձիս կառավարվող բոլոր քրիստոնյա առաջնորդներին, ամեն։ Առաջինը Նաբոգոդոնոսորին այսի վերաբերվում, ետքը անձիս կառավարվող բոլոր հպարտ թե մարդկանց, թե առաջնորդներին, առաջին առաջնորդներին, ետքը մարդկանց, նույն դատաստանին է արժանանալու։ Եվ հիմա լսիր այս, ով հեշտասերդ, որ անօգությամբ նստել ես, որ սրտիդ մեջ ասում ես, ես եմ եւ ինձանից շոկ մեկը չկա, չէ, մարդներ ուրիշին չի տեսնում, որբևայրի պիտի չնստեմ եւ անզավակություն պիտի չգիտենամ, միշտ օրհնված եմ լինելու, միշտ հաջողակ, բայց ասում եմ չես մտածում, որ կործանումդ վարքյան առ վարքյան գալու է, բայց քեզ վրա գալու են այս երկուսը հանկարծ մեկ օրվա մեջ, անզավակություն եւ որբևայրիություն, նզովքը, չէ, այս տուտակ մտնում է ամեն վատ բաները, սրանք բոլորը գալու են քեզ վրա քո շատ դիվթությունների պատճառով, էլի կարակստե նշան դրեք, քեզը գրեք, Բաբելոնի Նաբոգոդոնոսոր թագավորը կամ հպարտ անձապաշտ առաջնորդներն ու հոգիները, սրանք բոլորը գալու են քեզ վրա քո շատ դիվթությունների պատճառով եւ քո խիստ շատացած կախարդությունների համար, եւ դու ապավինեցիր քու չարությանը, էլի Նաբոգոդոնոսորին է վերաբերվում, անձից կառավարվող հպարտներին, եւ դու ապավինեցիր քու չարությանը, դու չթողեցիր չարությունը, ամուր գրկեցիր ու ներսդ պայեցիր, եւ դու ապավինեցիր քու չարությանը, Դանել 4:30 կարակ բանեք, ինչ է, ես շինեցի ես Բաբելոնի ծանձիներ վերագրում, եւ դու ապավինեցիր քու չարությանը, ասեցիր ինձ տեսնող չկա, ինչ չար բանել անեմ, մեկա չեն տեսնում, ինձ տեսնող չկա, քո իմաստությունը եւ քո գիտություններն են քեզ մոլորեցնում, չէ որ քեզ ես վստահում, թե ես չինեցես Բաբելոնը, ես իմաստուն եմ, ես շատ գիտում եմ, հիշում եք սատանայի վայր ընկնել, ասում դու շատ քո գեղեցկության եւ քո շատ իմաստության վրա հպարտացար, ամեն, դու քեզի ավելին կարծեցիր։ Հիմա տեսեք, սա դժվար իմաց խոսք է, դրա համար ես մեկնել եմ մեր օրերի հովիվներին ինչ խորհուրդ է տալիս այս խոսքը, տեսեք ինչ ասում,
ասեցիր ինձ տեսնող չկա, քո իմաստությունը, որ ասենք նայում ես, իմաստությունը ոնց կարա քեզի մոլորեցնի, ոչ, անձից բխող, մարմնավոր գիտությունը այդ, մարմնավոր դիվային վարդապետությունները, քո իմաստությունը և քո գիտությունն են քեզ մոլորեցնողը, քո անձին ապավինելը, քո իմաստությանը վստահել ամեն, որ դու ուրիշից երբեք չես ուզում կարծիք հասցնես, հատկապես քեզանից լեցուն, քեզանից նվիրյալ սրբերից։ Հիմա տեսեք սրա ինչա հոգին բաց է։ Խորհուրդը, քո մարմնավոր և մարդկային վարդապետությունն է քեզ մոլորեցնողը և կորուստարողը, որը հակառակ է Սուրբ Հոգու վարդապետությանը և փառած ավետարանին։ Մարդը երբ հպարտանում է, Աստծո խոսքն է անտեսում, ամեն։ Երբ Աստծո խոսքը անտեսում է, Աստծո խոսքով լեցուն, Աստծո խոսքով խոսող և հանդիմանող սրբերին էլ տանել չի կարում, ամեն։ Այդտենց էլ է, թագավորները երբ հպարտանում էին, մարգարեն խոսում էր ինչ, սպանել էին տալում, հալածում էին, Երեմիային մտցնում էին տիղմոտ գուբը, ամեն։ Սա է կարակուղեք և շարունակենք։ Եվ հիմա դու ապավինեցիր քո չարությանը, ասեցիր ինձ տեսնող չկա, քո չարությանն ու և քո իմաստությանը, և քո մարդկային ու մարմնավոր վարդապետությանը ապավինեցիր։ Քո մարմնավոր և մարդկային վարդապետությունն է քեզ մոլորեցնողը և կորուստարողը, որ հակառակ է Սուրբ Հոգու վարդապետությանը և փառած Աստվածաշնչին, ավետարանին, հետ էլ կարակ ավելացնենք։ Բայց դու ասում ես քո սրտում, տեսեք, Նաբուգոդոնոսորի վրա է խոսում, բայց լրիվ նման է հեսորահպարտ առաջնորդներին, որտեղ նույն դևն է, կապ չունի մարմնավոր հպարտ առաջնորդները կամ եկեղեցու հպարտ կռապաշտները։ Բայց դու ասում ես քո սրտում, ես եմ և ինձանից ջոկ մեկը չկա, բոլոր հպարտները այդ բանի վրա են, և քեզ վրա չարիք է գալիս, որ չես հասկանալու դիվթելու, ամեն, և քեզ վրա չարիք է գալու, որ չես հասկանալու, չես զգալու, որտև Տիրոջ են մարգարեական հոգին, որ պտի հայտներ քեզ, հեռացել է քեզանից, իսկ դևերը քեզի չեն հայտնի, որ չարիք է գալու գլխիդ, ապաշխարի, փրկվի կամ փախի դրանից, հենց գալու է, որ մեղքերիդ մեջ մեռնես և ուղիղ դժոխք գնաս, որտև Սուրբի մահից դևը օգուտ չունի, քեզ պտի դևը հեռացնի եկեղեցուց, գցի մեղքերի մեջ, նոր գլուխդ ուտի, ամեն։ Իսկ որպեսզի քեզ եկեղեցուց հեռացնի, արդեն քեզի պտի ավելի իմաստուն ցույց տա, ավելի գիտուն, ինչը որ սատանան ընդունեց և հպարտանալով հելավ Աստծո դեմ։ Ու ամենագարշելի արարածը դարձավ, որ ամենագեղեցիկն էր, ամենաիմաստունն էր, Աստծո լույսը կրող հրեշտակապետն էր։ Եվ ասում է քո շատ իմաստության, քո մեջ կատարված շատ առատուրի, որ տալում, առնում ես, չարանում ես, բամբասում ես ու չես հասկանում, որ սերը չարը չի խորում, սեր ընկերին գեշություն չի անում, ամեն, բայց դու արդեն քո խշտվտանքը խանձվել է, արդեն Սուրբ Հոգին քո հետ չի, դևն է թագավորում քո մեջ ու դևը չի թողում, որ դու խշտվտանք ունենաս, ամեն։ Եվ քեզ վրա չարիք է գալիս, որ չես հասկանալու դիվթել, և քեզ վրա մի թշվառություն է ընկնելու, որ չես կարողանալու քավել, ստե տպագրական թերությունը։ Գրեք դրանից ազատվել, մարդու մեղքերը որ քավում է, այդ մեղքի բեղից ազատագրվում է, ամեն։ Դե նորից եմ կարդում, և քեզ վրա թշվառություն է ընկնելու, որ չես կարողանալու քավել, դրանից ազատվել։ Եվ քեզ վրա հանկարծ մի ավերում է գալու առանց քո գիտենալու։ Մեկ կանգնիր քո կախարդություններով և քո շատ դիվթություններով, տեսեք աննազանդությունը կախարդություն է։ Այսօր վարձկան հովիվները բոլորը աննազանդ են և իրանց հետևող բոլոր աշակերտները հպարտ ու դիվահարներ են, չկան խոնարհներ, ամեն։ Նորից կարդամ 12-ը։ Մեկ կանգնիր քո կախարդություններով և քո շատ դիվթություններով, որոնցմով վաստակել ես քո մանկությունից ի վեր։ Գուցե կարողանաս օգուտ բերել, գուցե վախեցնես, դու ձանձրացել ես քո
խորհուրդների շատությունով այնքան մտքեր են քո մեջ պատտվում, որ արդեն ձանձրացել ես։ Դու ձանձրացել ես քո խորհուրդների շատությունով։ Թող մեկ կագնեն եւ քեզ փրկեն այդ քո խորհուրդները, այդ քո կուրքերը, կոմուն որ հույս ես դրել։ Թող մեկ կագնեն եւ քեզ փրկեն երկինքը զննողները, աստղագետները, նոր լուսինով գուշակողները, ստոնք այդ կախարդներն ու քաղդեաներն էին, չէ՞։ Թող մեկ կագնեն եւ քեզ փրկեն երկնքի զորքերը։ Տեսեք, այսօր կան չէ՞ շատ խորհրդականներ աղանդավոր եկեղեցում, բայց ճիշտ խորհուրդ տվող չկա։ Սուրբ գրքով խրատող չկա, Սուրբ ոգով հանդիմանող չկա, եթե հանդիմանա այդպիսին նա խորհրդական չի ընդունի հպարտ հովիվը։ Հպարտ հովիվը հպարտներին է իրեն օգնական ընդունում, որ նրանք հովի ամեն մի հիմար խոսքին ասեն այո եւ ամեն։ Սուրբ հովիվը իրեն հանդիմանող լեցուն սուրբերին է իրեն օգնական ընտրում, որ հանգարց մարդս շեղվեմ, ինքը ինձ հանդիմանի գրկի ու ոտքի հանի։ Ամեն։ Եվ տեղատալում լեցուն եղբայրներին, որոնք հեզության հոգիով գալում, նստում, խոսում են, եթե թերություն էլ կա, շտկում ու շտկվում են։ Ամեն։ Սա է ճիշտը։ Դու ձանձրացել ես քո խորհուրդների շատությունով։ Թող մեկ կագնեն եւ քեզ փրկեն երկինքը զննողները, աստղագետները, նոր լուսինով գուշակողները, այն բանից է, որ գալու է քեզ վրա։ Դա թող փրկեն քեզ, թող ճիշտ խորհուրդ տան, խրատան ու դու ազատվես։ Ահա նրանք մղեղի պես են գալու, փորձություն փորձության հետևից, փորձություն փորձության հետևից, ինչի համար քո հպարտ սրտի պատճառով, քո չարության եւ կախարդության համար, որ աննազան դու կախարդ ես։ Ահա նրանք մղեղի պես են դարել, կրակը պիտի այրե նրանց, իրենց հոգին չեն ազատելու բոցի ձեռքից, մի կայծ չէ լինելու տաքանալու համար կամ մի կրակ առաջին նստելու համար։ Ստեղ տպագրական թերությունը կարակ բացեք ու գրեք 14-րդ խոսքը։ Ահա նրանք մղեղի պես են դարել։ Փագագիծը բացեք ու ամենավերջում փակեք։ Իսկ նրանք նկատի ունի մոգերը, քաղդեաները ու կախարդները։ Հիմա ես 14 խոսքի այդ մասից կարդում եմ բացվածը խորհուրդը, որ դուք գրեք ու հասանելի լինի բոլորին։ Ուրեմն ահա նրանք մոգերը, քաղդեաները, կախարդները մղեղի պես են դարել, փաղագծի մեջ գրեք։ Նրանք պիտի բնաջինջ լինեն, գալիք բարկությունով, եւ իրենց հոգին չեն կարող փրկել, եւ ոչ մի բանով, ոչ մի բարություն պիտի չտեսնեն այդ մոգերն ու քաղդեաները։ Նորից եմ կարդում, նրանք պիտի բնաջինջ լինեն գալիք բարկությունով, եւ իրենց հոգին չեն կարող փրկել, եւ ոչ մի բարություն պիտի չտեսնեն։ Աստուծո ոչ մի լավ բան չի գալու նրանց վրա, այլ միայն բնաջնջում։ Ամեն։ 14-ի ավարտ։ Հիմա 15-րդ խոսք։ Այսպես պետք է լինեն քեզ համար նրանք, Բաբելոնի թագավոր եւ հպարտ ազնվորություն, նրանք, որոնք քո խորհրդատուներն են, սուտ խորհրդատուները։ Այսպես պետք է լինեն քեզ համար նրանք, որոնցով դու վաստակել ես։ Կողքը կարակ գրեք, որոնցով դու վաստակել ես, ես գրել եմ, որոնց դու հավատացել եւ ապավինել ես, բոլոր քաղդեաներին եւ մոգերին, նրանք ու գլուխը ուտողներն են դառնալու, ում որ սխալ խորհրդատուներ կան, սխալ խորհրդատուները հիշում եք անունին ինչ արեցին։ Ասեցին Դավիթը եկեր է երկիրը լրտեսելու եւ տեսակ ինչ պատերազմ գոյացավ։ Դավիթը գնաց, որ բռնեցին Դավիթի ծառաներին անարգեցին։ Դավիթը գնաց այդ սաղ զորքին կոտորեց ու ետ եկավ։ Մեծ սխալ խորհրդատուի տված խորհրդի պատճառով փոխանակ ինքը հարգանքը գնահատեր եւ Դավիթի հետ ավելի մերձենար։ Դավիթը դարավ թշնամի, Դավիթն էլ գնաց ու կոտորեց։ Տեսեք, սերը եղբայրական միաբանությունը սխալ խրատը կարա թշնամության փոխի, ամեն։ Դրա համար քո կողքին եղող խրատատուներին Տիրոջ հոգով մեծացրու,
Տիրոջ երկյուղով թոլեսվեն, որ գա ժամանակ դու տկարանաս, իրանք կողքդ կանգնեն քեզ վերանեն, ոչ թե գլուխդ ուտեն։ Ամեն։ Այսպես պետք է լինեն քեզ համար նրանք, որոնցով դու վաստակել ես, նրանք, որոնց հետ դու վաճառականություն արիր քո մանկությունից ի վեր։ Քո կողքն էին, էլի քեզ խրատում ու դու իրանց հետ շփվում էիր, քո խորհրդականներն էին։ Յուրաքանչյուրն իր ճանապարհումը մոլորվեցավ, գնաց, քեզ ազատող չկա, ոչ քո ճանապարհներն են ուղիղ, ոչ էլ կողքիններիդ, ամեն, ով քեզ անդիմանի, մեկը պետք է լեցուն լինի, որ որպես դեդ քեզ խրատի, եթե դու հպարտ լինելով Տիրոջ հոգով լեցվածներին քեզանից վանում ես, դու էլ կկործանվես, ասում է, հետիններդ էլ հետ, ամեն, այսքանով ավարտեցինք Եսայա 47-րդ գլխի սերտողությունը, ամեն։ 48-րդ գլուխ Աստված հորդորում է իր խստապարանոց ժողովրդին, էլի հպարտների մասին է խոսում։ Աստված հորդորում է իր խստապարանոց ժողովրդին, որ իր շնորհքով փրկվելուն հավատայ եւ նրան հնազանդվի։ Շնորհքով փրկվողը պետք է մեռնի, իր գաղափարներից պետք է հրաժարվի, բայց էսի շատերին ձեռ չի տալիս։ Եվ ես Ղուկաս ավետարանը, երբ ընթերցում էի նեղ դռան թեման, ասում է շատերը կուզեն այդ ճանապարհով քայլել, բայց չեն կռնա։ Ու միշտ ասում է Տեր ջան, չլինի մի բան, որ քեզնից առավել սիրեմ, ու ես լեցունության ավետարանից գնամ դեպի Մարկոս ավետարանը։ Դա ամենավտանգավոր բանը պետք է ասում ես 90% բաները թողես, մի 10%-ի վրան կանգնես երերաս։ Դա ամենաթանկ բանը մարդու համար իր եսն է։ Սա կյանքը թեքսակդ, ինքը փողն էլ կտա փրկության համար, բայց իր եսը շատերը, որ գալիս է ողջակես լինելու ժամանակը, որ դի ոչնչանաս ու դառնաս ջնջոց տրապկա, այդ ժամանակ ասում ես էսի չեմ անի վերջ պրծավ, այսքանը գալիս է մստուցեին չեմ կորե, չգայիր։ Եթե դու ընդամենը 10% ես ծռում կամ քո եսը սիրելով ամեն ինչը տալիս ես, բայց քո անձը չես տալիս, դու հավասարա որ ոչինչ չես տվել, ամեն։ Իսկ որ եսդ էլ լման ողջակեզ անես, հիշեք որ ողջակեզի ժամանակ միշտ շեշտում է լման ողջակեզն ընդունելի պատարակ Տիրոջը, կիսատ այրելը լման անուշահոտ պատարակ չէր Աստծուն, Աստված ուզում է որ դու քո անձը իր տարատեսակ հաճույքներով հանդերձ դնես Տիրոջ զոհասեղանի վրա, ասես Տեր բան չեմ ուզում, ոնց ուզում ես վարվի, վառա մաքրա ընձի ընտիր անոտ դարձրու, ամեն։ Ուրեմն 48-րդ գլուխ Աստված հորդորում է իր խստապարանոց ժողովրդին, որ իր շնորհքով փրկվելուն հավատա եւ նրան հնազանդվի։ Լսեցեք այս, ով Հակոբի տուն, Հակոբը մենք ենք, ամեն, հպարտ անձերը, Հակոբը անձին ապավինողն էր, անձին ապավինող քրիստոնյաներին է, էդի գլնի սպասավոր, էդի գլնի հասարակ անդամ։ Լսեցեք այս, ով Հակոբի տուն, որ Իսրայելի անունով կոչված եք, Հուդայի ջրերիցն եք դուրս եկել, հասկանում եք լրիվ Իսրայելն է վերաբերվում, որ երթում եք անում Եհովայի անունովը եւ Իսրայելի Աստծուն հիշում, բայց ոչ թե ճշմարտությունով եւ ոչ թե արդարությունով, Տիրոջ անունը տալում եք, բայց անարժան գործեր եք անում, ճշմարիտ չեք ապաշխարում, որ ձեզանով Աստված փառավորվի, հապա ձեզանով հայոյվում է Աստված, որ երթում եք անում Եհովայի անունով եւ Իսրայելի Աստծուն հիշում, բայց ոչ թե ճշմարտությունով եւ ոչ թե արդարությունով, որովհետեւ նրանք Սուրբ Քաղաքիցն են կոչվում եւ Իսրայելի Աստծոյ վրա են կռնում, էլի հույս դնում, էսի Տիրոջը ապավինողները, հույս դնում, կռնումը գրեք հույս դնել, Իսրայելի Աստծո վրա են հույս դնում, կռնում, որի անունը զորած Տեր է, առաջի բաները վաղուց եմ իմացրել, Եհովանա չէ իր մարգարեների միջոցով ձեզի իմացնում, առաջի բաները վաղուց եմ իմացրել եւ իմ բերանից դուրս եկան եւ ես նրանց իմացրի, այդ իսրայելացիներին հայտնեցի, գալիքը, երկիրը ստեղծելը բոլորը գիտեն, որ ես եմ արել, ես հանկարծ կատարեցի
եւ նրանք եղան։ Ստե տպագրական թերությունը։ Ես հանկարծ կատարեցի եւ նրանք եղան։ Արեք փաղացի մեջ գրեք։ Եվ ես ինչ որ խոստացել էի Քանանու երկրի մասին կատարեցի, ասել էի կացնեմ Քանան, կատարեցի, եւ նրանք հաստատվեցան այնտեղ իմ խոսքի համեմատ։ Նորից եմ կարդում, որ գրեք։ Եվ ես ինչ որ խոստացել էի Քանանու երկրի մասին կատարեցի, եւ նրանք հաստատվեցան այնտեղ իմ խոսքի համեմատ։ Սա երրորդի այդ վերջի տպագրական թերություններ։ Հիմա երրորդը կարդում եմ լիովին, ոնց որ Տերը բացել է։ Առաջի բաները վաղուց եմ իմացրել եւ իմ բերանից դուրս եկան։ Եվ ես նրանց իմացրի, եւ ես ինչ որ խոստացել էի Քանանի երկրի մասին կատարեցի, եւ նրանք հաստատվեցան այնտեղ իմ խոսքի համեմատ։ Որովհետև գիտեի, Աստված է խոսում, որ դու Իսրայելացիներ Եգիպտոսից դուրս եկածներին ասում, որ դու պինդ ես, պնդաճակատ, կոր, հպարտ, որովհետև գիտեի, որ դու պինդ ես եւ քո շլինքը երկաթի ջիղերից է եւ քո ճակատը պղինձելի պնդաճակատ ես դու։ Նրա համար վաղուց քեզ պատմեցի եւ գալուց առաջ քեզ լուր տվի ինչ ա լինելու եւ ինչ ես անելու։ Միգուցե ասես իմ արձանս արավ սրանց, չէ՞, եկան Եհովայի օրհնությունները ստացան, Քանանու երկիրը նվերը ստացան, փրկվեցան, թողեցին Եհովային արձաններ պաշտեցին։ Կերան, գիրացան, քացի տվին, Աստծուն եւ քամոստերի եւ աստարովքների ապավինեցին։ Միգուցե ասես իմ արձանս արավ սրանց, այս օրհնությունները, չէ, քեզ վերագրես, կոպիտ ասած քո եսի կարա, բայց ում որ պաշտում ես դու նրան ես Աստված համարում եւ բարության ակն ու աղբյուրը ճանաչում։ Այդ տարատեսակ կուրքերին։ Միգուցե ասես իմ արձանս արավ սրանց եւ իմ քանդակած ու ձուլած կուրքն է հրամայել այն էլի, որ ես բարիքները կատարվում է։ Նորից կարդամ, միգուցե ասես իմ արձանս արավ սրանց եւ իմ քանդակած ու ձուլածոյ կուրքս է հրամայել այն ինչը որ թափվել է իմ գլխին։ Դու լսեցիր, մտիկ արա ամենին, եւ դու չէիք խոստովանելու։ Քեզ այսուհետև նորանոր բաներ եմ լուր տալու եւ ծածուկ բաներ, որոնք դու չգիտեիր։ Հիմա են նրանք այդ Իսրայելի գլխին գալիք փորձությունները։ Հիմա են նրանք ստեղծագործվելը գրեք ծրագրավորվել։ Հիմա եմ ծրագրավորը, դե թո կուրքերը 10 ինչ ա լինելու։ Հիմա նրանք այդ չար բաները որ պիտի գան քո գլխին։ Հիմա են նրանք ծրագրավորվել եւ ոչ թե վաղուց։ Հենց հիմա եմ որոշել ու անում եմ, դե թո կուրքերը հայտնեն ինչ ա գալու։ Եվ այս օրից առաջ դու նրանց չես լսել այդ գալիք չարիքները, որ պետք է գան քո գլխին, դու տեղյակ չես եւ ոչ մեկ կուրքդ էլ չի կարա հայտնի։ Եվ այս օրից առաջ դու նրանց չես լսել, որպեսզի չասես, թե ահա ես գիտեի նրանց, թե ինչ էր գալու իմ գլխին։ Դու ոչ լսել ես Իսրայել, դու ոչ լսել ես եւ ոչ էլ գիտեիր, եւ ոչ էլ ականջդ բաց էր վաղուց, որովհետև ես Աստված գիտեի, որ դու խիստ նենգավոր ես եւ որովայնիցը քեզ ապստամբ եմ կոչում, այսի բոլոր հպարտ եկեղեցիներին ա վերաբերվում, որովայնիցը քեզ ապստամբ աննազանդ եմ կոչում, ասում է ապստամբեց իմ դեն առաջի գլխում, իմ անվան համար ուշացնում եմ իմ բարկությունը, բայց դու դա չես հասկանում ու ապաշխարես։ Իմ անվան համար ուշացնում եմ իմ բարկությունը, չեմ ծեծում, որ ապաշխարես, բայց միայն ընծորա, որ պատրեմ ազատող չլա։ Իմ համբերատարությունը թուլություն մի համարի, Սաղմոս 50-ն էլ է նույնն ասում, չէ, գողատեստելով անոր այդ
ընկերացար շնացողի հետ բաժին ունեցար այդ ամենարի իրու ես լվեցի կարծեցիր քեզ նման եմ մեկ օր կպատրեմ ազատող չի լինի իմ անվան համար ուշացնում եմ իմ բարկությունը եւ իմ փառքի համար ինձ պիտի ետ պահեմ քեզ դեմ էլի տպագրական թերությունա փաղագիծը բացեք ես ինձ պիտի պահեմ քեզ դեմ որպեսզի քեզ չփչացնեմ Հիմա կարդում եմ ուղիղը Իմ անվան համար փաղագիծը բացեք եւ գրեք Իմ անվան համար ետ պիտի պահեմ քեզ դեմ բորբոքված իմ բարկությունը Նորից եմ կարդում Իմ անվան համար ետ պիտի պահեմ քեզ դեմ բորբոքված իմ բարկությունը որպեսզի քեզ չփչացնեմ Այդ ծրագրած բարկությունը մի քո գործերի համեմատ որ թափեմ գլխիդ կմեռնես նույն առաջի գլուխն ասում ես այլ ձեր որտեղին զարկեմ կմեռնեք ձեր մեղքերի պատճառով Ուրեմն իմ անվան համար ետ պիտի պահեմ քեզ դեմ բորբոքված իմ բարկությունը որպեսզի քեզ չփչացնեմ ահա ես Աստված է խոսում ահա ես քեզ մաքրեցի եւ ոչ թե արծաթի կերպով Ես քեզ փորձեցի նեղության հալոցում, ալելույա։ Ստեղ տպագրական թերություն կա, կարդամ եւ ուղենք։ Իմ պատճառով պիտի անեմ, էսի առեք փաղագծի մեջ ու գրեք։ Իմ անվան համար քեզ պիտի ողորմեմ, ով Իսրայել։ Իմ անվան համար քեզ պիտի ողորմեմ, ով Իսրայել։ Որովհետեւ ինչպես Պղծվում է իմ աստունը եւ ես իմ փառքը ուրիշին չեմ տալ։ Ստերի տպագրական թերություն կա, որովհետեւ ինչպես փաղագիծը բացեք ու գրեք։ Մատնեմ նեղության եւ տառապանքի իմ ժողովրդին, որ թշնամին էլ իր անձովը բարձենա թե ինքը հաղթեց Իսրայելին ու Աստված ստե ցածրանա եւ սատանան հեթանոս թագավորի միջոցով բարձրանա հասկանում եք Իսրայելի հիշեք Սամսոնի հաղթելով Եհովան էր փառավորվում Սամսոնի պարտվելով ասում ուրա ձեր Եհովան մեր աստվածները հաղթեցին ձեր Եհովային այս շատ անգամ Աստված չի թողում իր անունի համար դու թեկուզ մեղքի մեջ որ դու տկարանաս կամ վատ բան լինի դու արիթը փոխանակ օգտագործես ես երկայնամտությունը ապաշխարես բայց առիթն օգտագործում ես ավելի մեծ մեղքեր ես գործում ասում չար գործերի պատիժը որ Աստված շուտով չի տալիս դրա համար մարդկանց որդիների սրտերը համարձակվում են չարությունն անելու չզղջալ սրա մասին է խոսում 12-րդ խոսքից լսիր ինձ Աստված է խոսում էլի ով Հակոբ եւ իմ կանչված իմ ընտրած Իսրայել ես նույնն եմ ես առաջինն եմ հենց վերջինն էլ ես եմ ինձանից ջոկ Աստված չկա միայն ես եմ հենց իմ ձեռքն է հիմնել երկիրը եւ իմ աջ ձեռքը տարածել երկինքը ես նրանց կանչելիս մեկտեղ կկագնեն երկրի զորքերը նկատի ունի կհնազանդվեն ինձ երկնքի զորքերն հրեշտակներն հնազանդվում են բայց դուք չեք հնազանդվում ինձ ամեն 14 խոսք ամենքը ժողվեցեք ու լսեցեք ինձ նրանցից ո՞րն է իմացել այս բան այդ կուրքերից որին դուք ապավինել եք ով է պատմում այսքան բաներ նրանցից ո՞րն է իմացել այս բանը Եհովայի սիրածը պիտի կատարե նրա կամքը հալելույա իսկ Եհովայի սիրածը Կիվրոսը նկատի ունի ստե խորհուրդը հոգով կառավարվող Սուրբ քրիստոնյաներին ամեն Եհովայի սիրածը նրա ձայնը լսողը պիտի կատարե նրա կամքը ասո կամքը Բաբելոնում էլի տպագրական թերություն է ուշադիր Բաբելոնում եւ նրա բազուկը քաղդեացիների վրա լրիվ տպագրական թերությունը չես հասկանում անկապ բանա դուրս գալիս հիմա ես կկարդամ ուղիղը Եհովայի սիրածը պիտի կատարե նրա կամքը անգամ Բաբելոնում կրապաշտ երկրի մեջ կրապաշտների մեջ էլ Եհովայի նվիրյալը կապրի Եհովայի ուզած կյանքով ինչպես Դանիելն ապրեց եւ օրհնվավ եւ բոլոր թագավորները սիրեցին ամեն
Նորից կարդամ Եհովայի սիրածը պիտի կատարե նրա կամքը անգամ կռապաշտերի երկրում Բաբելոնում ամեն Եվ ես եմ խոսել եւ նրան կանչել Կիվրոսին կարակ գրեք Կիվրոսը խորհուրդը հոգով կառավարվող սրբերին Եվ ես եմ խոսել եւ նրան կանչել ես նրան բերել եմ եւ նրա ճանապարհը պիտի հաջողվի Մոտեցեք ինձ լսեցեք այս բանը ես ծածուկ չեմ խոսել առաջուց սա լինելու ժամանակից ի վեր ես այնտեղ եմ եւ հիմա Եհովա Տերն է ինձ ուղարկել ես արդեն Եսային է խոսում ահա Եհովա Տերն է ինձ ուղարկել եւ նրա հոգին այսպես է ասում Տերը քո փրկիչը Իսրայելի Սուրբը ես եմ քո Աստվածը որ քեզ սովորեցնում եմ օգտակար եղողը որ քեզ առաջնորդում եմ քու գնալու ճանապարհներում հալելույա երանի թե ուշադրություն այնեիր իմ պատվերներին այն ժամանակ գետի պես պիտի լիներ քու խաղաղությունը գետը ինչքան առատ է եթե դու լսես ու նազանդվես քո ընտանիքում սերն ու խաղաղությունը կթակավորի ամեն երանի թե ուշադրություն անեիր իմ պատվերներին այն ժամանակ գետի պես պիտի լիներ քո խաղաղությունը եւ քո արդարությունը ծովի ալիքների պես հալելույա ուրեմն ընտանիքի խաղաղությունն ու սերը բխում է քո ապրած արդար ու սուրբ կյանքից ամեն որովհետև եթե դու արդար ու սուրբ կյանք ես ապրում սուրբ ոգին բերում է սերն ու խաղաղությունը քո ընտանիքին Երանի թե ուշադրություն անեիր իմ պատվերներին այն ժամանակ գետի պես պիտի լիներ քո խաղաղությունը եւ քո արդարությունը ծովի ալիքներին պես եւ ավազի նման կլիներ քու սերունդը կաճեիր ու կբազմանայիր հալելույա եւ ավազի նման կլիներ քո սերունդը եւ քո երանքի զավակունքը նրա խիճի չափ ծովի ավազի չափ էլի այդ նկատի ունի նրա խիճի չափ նրա անունը քո սերնդի անունն է որ Դավիթին ասավ սերնդե սերունդ կորտեմ եւ քեզանից մեկը միշտ թակավոր կնստի ուզում ասա որ քո հավատքով քո սերունդն էլ կօրհնվի Եվ ավազի նման կլինի քու սերունդը եւ քո երակի զավակունքը նրա ծովի խիճի ծովի ավազի չափ նրա անունը քո սերնդի անունը իմ առաջից չեր կտրվիլ եւ չեր փչանալ միշտ կորտնեի եւ կպահապանեի որտեւ ասում է ես գիտեմ որ Աբրահամը այս օրենքները սովորեցնում է իր սերնդին էլի ինչքան ասորենքներով սերունդդ ուսյալ լինի այնքան ասորտությունը ձեր գլխից անպակաս պիտի լինի ամեն ասում է նրա սերունդը երբեք հարված չեր ուտի չեր փչանա ամեն հիմա 20-րդ խոսք դուրս եկեք Բաբելոնից էսի արդեն օրդորում է որ աշխարհից Եգիպտոսից փախչենք եթե ուզում ենք ասո ներկայությունը վայելել մի խոսքով Եգիպտոսի մեջ մնացած հրեաները երբեք ասո օրդությունը չեն վայելելու ամեն երբ Աստված հրամանա տալիս ասում է Եգիպտոսից փախեք դու եգիպտական հաճույքները սիրելով մնում ես կարող փախնես բայց սրտով մնաս Եգիպտոս ասուս դորսություն չես ակնկալի դուրս եկեք Բաբելոնից փախեք քաղդեացիներիցը Ցնցալի ձայնով պատմեցեք, հրատարակեցեք այս, հրճակեցեք այս ամենը, երկրի ծայրերը թե Աստված ինչ արավ էլի Եգիպտոսից, որ դուրս անեց իր ձև օրհնեց եւ պահապանեց։ Ասեցեք, Եհովան փրկել է իր ծառա Հակոբին, հալելույա, մեզ էլ է փրկե, մենք էլ հրատարակելու ու պատմելու բան ունենք։ Հիմա Եգիպտոսում մնայինք մեռել էինք շատերս, ամեն։ Սես նայում եմ կենթանի, մենք պտի մի չլայինք։ Եհովան փրկել է իր ծառայ Հակոբին, եւ նրանք չծարավեցին այդ Եգիպտոսից դուրս եկածները։ Եվ նրանք չծարավեցին, նա նրանց անապատումը մանածելիս, ջուրը վեմիցը հոսեցրեց նրանց համար, հալելույա, իսրայելացիների, եւ պատառեց վեմը, Եվ ջուրերը բխեցին, հիշում եք Մովսեսը գավազանը խփեց ու Եհովան ջուր տվեց։ Խաղաղություն չունին ամբարիշտները
ասում է Տերը։ Այն հավատացյալը, որ խաղաղություն չունի, ապրում է ամբարիշտ եւ ամբարով վարքագծով, ամբարիշտ, բարություն չկա նրա մեջ, խաղաղություն սեր չկա, բարություն չի լինի, որտեղ խաղաղությունն ու սերը բխում է բարի Սուրբ Հոգուց։ Եթե դու հպարտ ես, չար ես, խաղաղություն չունես, դու Տիրոջ ճամփաներից խոտորված եւ անիծված ես։ Այսքանով ավարտեցինք Եսայա 48-րդ գլխի սերտողությունը եւ մեր այսօրվա սերտողությունը։ Մնաք Տիրոջ անմարելի սիրո խաղաղության մեջ։ Ամեն։